Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 27-ն է, և մենք սկսում ենք առավոտյան շուտ մեր հաղորդումը, Հայաստանից էլ մի քանի փոքրիկ հարց կա քննարկելու, փոքրիկ եմ ասում դրա համար, քանի որ չեմ սիրում միջադեպերին, սադրանքներին անդրադառնալ, տեսակ ազգային ժողովում այդ ամենը, հայտարարությունները բայց ամեն դեպքում կարևոր են, մի քանի հետաքրքիր հայտարարություններ եղան, դրանց վրա մի պահ կկենտրոնանանք և արդեն կանցնենք արագ նրան, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Բայց նախքան ազգային ժողովում հնչած հայտարարություններին անցնելը կարևոր է նշել, որ երեք շատ հետաքրքիր հայտարարություն է տարածել Եվրոպական խորհուրդը, Անտոնիո Կոշտան, փաստացի մենք գիտեինք և հիմա ավելի հստակ է դառնում, որ մայիսի 4-ից 5-ը Երևանում առաջին գագաթնաժողովն է տեղի ունենալու, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով, այսինքն սա առաջին անգամ է, որ նման մեծ կարևոր գագաթնաժողով է տեղի ունենում Եվրամիության և Հայաստանի միջև Հայաստանում, Անտոնիո Կոշտան է այցելելու Հայաստան, որքան գիտեմ նաև Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, էլի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և Անտոնիո Կոշտայի տարածած հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Հայաստանը շատ մտերիմ մոտ գործընկեր է Եվրամիության համար և Եվրամիությունը հույս ունի, որ այդ հարաբերությունները կխորանան, դրանից բացի նա հստակ նշում է, որ մեզ միավորում է ընդհանուր արժեքային համակարգը, միջազգային օրենքին հավատարիմ մնալու ցանկությունը, այսինքն Հայաստանը այսօր որպես ժողովրդավարական երկիր և միջազգային օրենքին հավատարիմ երկիր նաև դրանով է չափազանց կարևոր Եվրամիության համար։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները որևիցե ագրեսիվ հայտարարություններ չեն անում, որևիցե վատ գործողություններ չեն ձեռնարկում ընդդեմ ժողովրդավարության, ժողովրդավարական պրոցեսները անընդհատ դրական ձևով ընթանում են Հայաստանում, այսինքն դրական փոփոխությունները միշտ նկատում ենք, չասեք թե որոշ մարդիկ բանտերում են, հատկապես հոգևորականներ, ով որ խախտում է օրենքը, միանշանակ պետք է հայտնվի բանտում, դա ժողովրդավարության հետ որևիցե կապ չունի, այսինքն պետք չէ ժողովրդավարությունը շփոթել անօրենության և թուլության հետ։ Ես էլ այստեղից միշտ կոչ եմ անում օրենքի տառին համապատասխան պատժել բոլոր նրանց, ովքեր որ փորձում են քաղաքականությամբ պայքարել ընդդեմ օրենքների, այսինքն իրենց գործողությունները արդարացնել քաղաքական իրենց դիրքորոշումներով, հայտարարություններով, գործողություններով, այսինքն օրենքը խախտելով ասում են, թե մենք քաղաքական գործիչ ենք, քաղաքական հայտարարություն ենք անում կամ հոգևորական ենք, չկա նման բան և որևիցե նորմալ ժողովրդավարական երկրում նման բան ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Լավ, սահուն կերպով անցնենք հետաքրքիր մի հայտարարության, որը որ երեք արել է Նիկոլ Փաշինյանը, փաստացի Նիկոլ Փաշինյանը հավասարեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և հստակ ասում է, որ նրանք ում ասես ծառայում են, բացի Հայաստանի Հանրապետությունից և Հայաստանի ժողովրդից, և Հայաստանի ժողովրդի հետ նրանք երբեք կապ չեն ունեցել։ Ցավալի է իրականում լսել այդ ամենի մասին, ցավալի է այն առումով, որ երեք նախագահներ, փաստացի երեքն էլ իրոք ծառայել են օտար ուժերի, բայց արդարության համար մեկ ճշտում կարծում եմ կարևոր, ես իմ կարծիքն եմ ասում, ի տարբերություն երկուսի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, իմ պատկերացմամբ Սերժ Սարգսյանը համեմատաբար փորձեց ավելի անկախ քաղաքականություն վարել, բայց դա էլ չստացավ, դա էլ կարևոր է նշել, այն որ մեկ օրում ԵԱՏՄ-ում Հայաստանը հայտնվեց, դրա մասին է խոսքը, բայց ի տարբերություն այդ նախորդ երկուսի, միանշանակ Սերժ Սարգսյանը փորձել է, բայց չէր կարող շատ երկար շարունակել, քանի որ կոռուպցիան ահռելի քանակի էր Հայաստանում և նրա մասին, նրա ընտանիքի, նրա հարազատների, ընկերների մտերիմն, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը ամեն ինչ գիտեր, ամեն ինչից տեղյակ էր և շանտաժը շատ հեշտ է անել այդ պարագայում, դրա համար իմ պատկերացմամբ Սերժ Սարգսյանի մոտ շատ բան չստացվեց։ Եվ հիմա էլ մենք տեսնում ենք, որ կարծես թե այս նախընտրական փուլում Սերժ Սարգսյանի թիմը այդքան էլ շատ ակտիվ չէ։ Եվ կարծում եմ ամենակարևորը շատ հետաքրքիր օրինակ դրեց Արցախի մասով Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ այնտեղ զենքն էլ կար, ամեն ինչն էլ կար, շատ հստակ ակնարկ էր, բայց
փաստացի նորմալ կրվող չեղավ։ Եվ մենք էլ դա շատ լավ գիտենք, սիրելի հայրենակիցներ, ռուսներն էին նույնիսկ այդ մասին խոսում, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը ինքը չունենալով զենք, իր վերջին հնարավորություններից դուրս գալիս, որտեղից ասես զենք հայթայթելով, Լաչինի միջանցքով, որը որ վերահսողության տակ էր շատ լուրջ եւ հարյուրավոր աթեսաններով ամեն ինչով Ադրբեջանը դիտարկում էր, այնուամենայնիվ Հայաստանը զենք էր անցկացնում Լեռնային Ղարաբաղ, արի ճիշտը խոսենք։ Եվ երբ որ պահը եկավ, իրենք իրենց մեջ իշխանությունը փոխեցին, այդ նույն ռուսական ուժերը, Զահրում Արիանը դերևս քայլում է Երևանում առանց որևիցե խնդիր ունենալու, իշխանափոխություն իրականացրեցին եւ Արցախը հանձնեցին արդեն Ադրբեջանին եւ այդ զենքը չօգտագործվեց։ Փաստացի Փաշինյանը նմանեցնում է այդ սցենարի միտքը այն սցենարի հետ, որը որ ուզում են իրականացնել հիմա Հայաստանում։ Իշտ է մի փոքր այլ ձևով, բայց փաստացի նույնն է տեղի ունենալու, այսինքն իշխանափոխություն իրականացնելով Հայաստանում, այսինքն փորձելու են իշխանափոխություն իրականացնել Հայաստանում եւ դրանից հետո արդեն պատերազմ է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մինչեւ սեպտեմբեր, ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, կարող է Հայաստանը չձգել եւ նոր արդեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Դա է Ռուսաստանի սցենարը։ Մեկ անգամ չէ, ես ասել եմ այդ մասին, եւ եթե ռուսները ռուսներին չեն խնայում, ես նկատի ունեմ ուկրաինացիներին եւ ռուսներին, հիմա չասեք ուկրաինացիները ռուս չեն կամ ռուսները ուկրաինացի չեն, ես միշտ ասել եմ, փոքր ավելի զտարյուն ռուս են ուկրաինացիները, քանի որ այդ մոնղոլ-թաթարական գեները իրենց վրա շատ չեն անցել, բայց հիմնականում նույն ազգն են։ Եվ եթե Ռուսաստանը իր ազգակիցների հետ է նման կերպ վարվում, ապա ինչպես կվարվի մեզ հետ, հայերիս հետ։ Պարզ է, կարծում եմ, ամեն ինչ։ Այսօրվա Ռուսաստանի մասին է խոսքը բնականաբար, ես ռուս ժողովրդին որևիցե բանի մեջ չեմ մեղադրում եւ ընդհանրապես նման մեղադրանքներ աշխատում եմ չհնչեցնել որևիցե ժողովրդի։ Նաեւ ասեմ ավելին, ինչքան որ հանգիստ է հիմա Սամցխե Ջավախքի տարածաշրջանում, ինչքան որ խաղաղ է ամեն ինչ, որքան որ փոխըմբռնում կա հայ եւ վրաց հասարակությունների միջեւ, հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ, այդպիսի փոխըմբռնում մենք 20 տարի եւ ավել չենք ունեցել։ Այսինքն ինչ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, ինչ առաջին պետական այցով այցելեց Նիկոլ Փաշինյանը Վրաստան եւ հետո նաեւ Սամցխե Ջավախքի տարածաշրջան, արեց մի քանի հայտարարություններ, որ այստեղից որևիցե սպառնալիք չկա վրաց ժողովրդի նկատմամբ, Սամցխե Ջավախքից, եւ Վրաստանից էլ չպետք է լինի որևիցե սպառնալիք Հայաստանի նկատմամբ, չկա որևիցե անջատողականություն, չկա որևիցե սեպարատիզմ, հստակ երաշխիքներ տվեց, դրանից հետո իրավիճակը հանդարտվեց ավելի, չեմ ասում անկայուն էր, շատ վատն էր, բայց լարվածությունը հստակ զգացվում էր օդում, հստակ զգացվում էր։ Իսկ հիմա հրաշալի նորմալ հարաբերություններ Վրաստանի իշխանությունների կողմից իրենց հայ ազգի քաղաքացիների, իրենց հայ ազգի քաղաքացիների նկատմամբ։ Այս պահի դրությամբ է վաղը չեմ կարող ասել ինչ կլինի, եթե Ռուսաստանը շատ խորը քիթախոսի Վրաստանում եւ Հայաստանում, այսինքն եթե այդ ուժերը հզորանան, անպայման ամենտեղ իրենց կոնֆլիկտներ պետք են, բայց այս պահի դրությամբ նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ այստեղ չափազանց խաղաղ է եւ հրաշալի, իրոք եղբայրական, շատ ջերմ լավ հարաբերություններ կան վրաց ժողովրդի հետ եւ Վրաստանի իշխանությունների հետ նույնպես լավ հարաբերություններ են։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները վերացել են։ Խնդիրներ կան, սակայն այդ խնդիրները շատ լուրջ ձևով նվազել են, շատ լուրջ ձևով նվազել են եւ նվազման միտումը եւ տենդենսը շարունակվում է։ Ասածս այն է, որ եթե Հայաստանում իշխանության կան այդ պրոռուսական ուժերը, այստեղ եւս մենք կարող ունենանք լարվածություն։ Կարող է չէ, ես գրեթե համոզված եմ, որ այստեղ եւս մենք կունենանք լարվածություն, ցավոք սրտի։ Եվ բզող հենց իրենք են լինելու։ Դա եւս հաշվի առեք։ Այսինքն թե Ադրբեջանի հետ կոնֆլիկտ, թե Վրաստանի հետ կոնֆլիկտ, թե Թուրքիայի հետ կոնֆլիկտ մենք կունենանք միանշանակ։ Մենք ասելով, ես Վրաստանում եմ գտնվում, այսինքն բոլորը բոլորի հետ այս տարածաշրջանում միանշանակ կոնֆլիկտ կունենան։ Եվ դա անխուսափելիորեն կբերի շատ վատ հետևանքներ, չասեմ ինչ հետևանքների, կարծում եմ դուք ինքներդ շատ լավ պատկերացնում եք։ Հիմա կարճ ասենք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Կարճ ասելով շատ կարող է կարճ չստացվի։ Լայքերի մասին մոռացա հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, անպայման խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։
Ուրեմն ավելի ու ավելի արդիական դառնում է խարկ կղզու գրավումը եւ ոչ միայն խարկ կղզու, ելի մեկ կղզի կա, այդտեղ որոնց որ վերահսկում են Հորմուզի նեղուցը։ Շատ հետաքրքիր տեղեկություններ կան, իմիջիայլոց Ամերիկայի Միացյալ Նահանգների լրատվամիջոցները, մեծ խոշոր լրատվամիջոցները շատ ակտիվ խոսում են դրա մասին, CNN-ը, New York Times-ը եւ այդպես շարունակ։ CNN-ի տեղեկություններով Իրանը հիմա փորձում է ամրապնդել խարկ կղզին, չնայած շատ փոքր կղզի, ինչպես են ամրապնդելու եւ ինչպես են ապահովելու իրանցիների դրա պաշտպանությունը դժվար է ասել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչեւ 10,000 զինվորական է արդեն բերում տարածաշրջան եւ դրանից բացի ամենաէլիտար ստորաբաժանումները, որոնք որ թվականավոր շատ ավելի ցածր են, բայց հիմնական գործը նրանք են անելու, արդեն նոր զինվորականները մեծ քանակությամբ ոչ միայն Փարք կղզու, եթե 10,000 զորքից բերում, այլ նաև այլ կղզիներ, այլ հատվածներ Իրանի վերահսկողության տակ վերցնելու համար։ Եվ ըստ CNN-ի արդեն Իրանում լուրջ գործողություններ են ընթանում, որպեսզի տեղի ունենա ինքնապաշտպանություն։ Կան նաև տվյալներ, որ նույնիսկ կարող է Իրանում հայտարարվել զորակոչ, արդեն իսկ հայտարարվում է, եւ փորձում են 1 միլիոն մարդ մոբիլիզացիայի ենթարկել, այսինքն արագ ձևավորել 1 միլիոնանոց բանակ, որպեսզի կարողանան պաշտպանվել, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսի ցամաքային հարձակումը։ Իսկ ցամաքային հարձակման հավանականությունը բավականին մեծ է, բայց բանակցությունները այնուամենայնիվ կարծես թե շարունակվում են։ Դոնալդ Թրամփը պարզաբանեց, թե ինչ նվերի մասին էր խոսքը։ Մենք 2 օր առաջ խոսում էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իրենց նվեր են ուղարկել Իրանից եւ այն նավթի հետ կապ ունի։ Պարզվում է, որ Իրանը թույլ է տվել ամերիկյան տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով սկզբից 8 նավի, հետո 2 մեծ նավերի, դրա մասին էր խոսքը Դոնալդ Թրամփին։ Եվ Թրամփը ասում է, որ ուղղակի իրենք չեն ուզում հայտարարել, որ բանակցություններ կան, քանի որ վախենում են, որ իրենց կարող է սպանեն, հենց ներսից էլ կարող է սպանեն, հիմնականում երևի դա ի նկատի ունի, քանի որ այլ կերպ մի փոքր դժվար է պատկերացնել։ Երկրորդ հաջորդ վախը կարող է լինել նրանում, որ եթե ինչ-որ մեկը վերցնի բանակցողի լիազորությունը իր վրա, կարող է դառնալ թիրախ, բայց ես կարծում եմ դա շատ քիչ հավանական է, նույնիսկ միջնադարում նման ձև շատ չէին վարվում պատերազմների ժամանակ։ Եվ բառացիորեն Թրամփը ասել է, որ իրենց բանակցողները շատ տարօրինակ են, նրանք աղաչում են մեզ համաձայնության գալ, ինչը նրանք պետք է անեին, այսինքն մեր հարվածները Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների նկատի ունենալով, ու պարզաբանում է, որ քանի որ ռազմական առումով ոչնչացված են, բայց նրանք հրապարակավ հայտարարում են, որ միայն դիտարկում են մեր առաջարկ։ Axios-ի տեղեկություններով Պենտագոնը այս պահին մշակում է իր վերջին հարված հասցնելու ծրագիրը, որոնց մեջ էլ մտնում է նաև, ինչպես ես արդեն նշեցի, ցամաքային ուժերի կիրառումը լայնածավալ ռմբակոծություններից հետո։ Բայց թե ինչ կան հետևելու այդ օպերացիան, եթե ցամաքային գործողություն է սկսում, ահա դա շատ լուրջ եւ շատ մեծ հարց է։ Ստիվ Վիտկոֆն էլ ասում է, որ Իրանից լավ ազդակներ կան իր խոսքով այդ 15 կետերի վերաբերյալ։ Դրանից բացի հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել էլի, այսինքն հայտարարությամբ Դոնալդ Թրամփը, մի փոքր ուշացրեցի այս հայտարարությունները իրար չկցեցինք, բայց դա ընդհանուր պատկերը կարծում եմ ձեզ համար պարզ կլինի։ Նա 10 օրով հետաձգեց հիմա էլ Իրանի վրա հարձակում, այսինքն էներգետիկ համակարգի վրա հարձակումը, չէ՞, հիշում եք 48 ժամ էր տվել, հետո ասեց չէ 5 օր էլ մենք չենք հարձակվելու Իրանի էլեկտրական համակարգի վրա, քանի որ լավ բանակցություններ են ընթանում, իսկ հիմա Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մինչև ապրիլի վերջը, քանի որ բանակցությունները շատ ակտիվ ձևով հիմա ընթանում են, ճիշտ է միջնորդավորված, ոչ ուղիղ, բայց այնուամենայնիվ Թրամփը կարծում է, որ 10 օր պետք է դրա համար, մինչև ապրիլի վերջը հետաձգում է էներգետիկ համակարգի վրա, Իրանի էներգետիկ համակարգի վրա հարձակումը։ Թե պարզ է, թե էներգետիկ համակարգի վրա հարձակվի, աղետալի իրավիճակ կլինի Իրանում։ Կարևոր է ու կարծում եմ շատ կարևոր է անդրադառնալ Թրամփի հայտարարություններին ՆԱՏՕ-ի վերաբերյալ։ Նա ասում է, որ ՆԱՏՕ-ն ոչինչ չարեց
ասում են նույնիսկ 20-25 տարի առաջ, երբ որ ինքը քաղաքականությունով չէր զբաղվում, ինքը գիտեր, որ ՆԱՏՕ-ն միակողմանի կառույց է, պաշտպանական համակարգ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անում, ասում է, որ մենք սա երբեք չենք մոռանա, մենք սա շատ լուրջ ձևով հաշվի կառնենք, մեզ պետք էլ չէր ոչինչ ՆԱՏՕ-ի կողմից, բայց մենք սա չենք մոռանա։ Ու սա շատ վատ հայտարարություն է ՆԱՏՕ-ի համար։ Դրա համար ես ասում էի, չէ, հիշում եք, որ եվրոպացիները շատ լուրջ սխալ են թույլ տվել։ Ամեն ինչ չէ, որ միայն պատվով, թասիբով, այդ գաղափարներով դրանով պետք է առաջնորդվես։ Տեղեր կան քաղաքականության մեջ, որտեղ որ պետք է առաջնորդվես ուղեղով եւ ճկունությամբ։ Հիմա այս ամենը արդեն կազդի Ուկրաինայի վրա եւ ընդհանուր իրենց պաշտպանական համակարգի վրա միանշանակ շատ լուրջ ձևով ազդելու է։ Երևի տեսակ նաեւ թե ինչ հայտարարություն երեք արեց Վլադիմիր Զելենսկին։ Զելենսկին ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում են, պարզ արդեն շատ պարզ եւ բաց ասում են, պահանջում են, որպեսզի մենք մեր զորքերը դուրս բերենք Դոնբասից եւ դրա դիմաց նոր անվտանգության երաշխիքներ են խոստանում։ Դա ինքը ասել է Reuters-ին տված իր հարցազրույցի մեջ։ Բայց Զելենսկին դրանից դժգոհ է, ասում է, որ այդ քայլը մեծ վտանգներ է ստեղծելու Ուկրաինայի անվտանգության համար եւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար եւ ամրապնդելու է Ռուսաստանի դիրքերը ամբողջ տարածաշրջանում։ Եվ դրանից բացի հստակ նշել է Զելենսկին, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունները շատ լուրջ ազդեցություն են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի վրա եւ դրանք ազդում են նաեւ Դոնալդ Թրամփի հետագա գործողությունների վրա։ Եվ վերջում Զելենսկին ասում է, որ ցավոք նախագահ Թրամփը ընտրել է Ուկրաինայի վրա ճնշելու քաղաքականությունը։ Այսինքն հիմնական ճնշումը գործադրվում է Ուկրաինայի վրա։ Հիմա եթե եվրոպացիները մի փոքր եւ ձևական ինչ որ մի ձևով օգնեին, փորձեին օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ընդդեմ Իրանի պատերազմի մեջ, շատ դժվար կլիներ Թրամփին հրաժարվել Ուկրաինային օգնելուց։ Շատ ավելի հեշտ կլիներ համոզել Թրամփին շարունակել օգնել Ուկրաինային եւ հրաժարվել Ուկրաինայի վրա ճնշումներից, բայց այս պահի դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ ինքներդ եք պատկերացնում, շատ ավելի բարդ է իրավիճակը։ Եթե դաշնակիցները միավորվեին եւ ընդհանուր ճակատով կրկնեմ, թեթև ներգրավեր Եվրոպան այս պատերազմի մեջ, եվրոպական երկրները, ապա դա լավ հնարավորություն կլիներ, որ Թրամփի հետ ավելի հեշտ ու լավ ձևով լեզու գտնային, բայց ես չեմ կարող չեմ մտահոգվել, քանի որ դա ազդում է նաև մեր ապագայի վրա, Հայաստանի եւ Վրաստանի ապագայի վրա։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։